Արդեն պարզ է, որ այսօր խոսելու ենք Փաշինյան, Պուտին, Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մասին, ինչպես նաև քննարկելու ենք, թե դրանից հետո ինչ տեղեկություններ են հրապարակվել։ Մի քանի կարևոր արձանագրում եմ ցանկանում կատարել։ Առաջինն այն է, որ ռուսական կողմը հստակ, շատ բաց, նախապես պլանավորված, նախապես ըստ էության արդեն մշակված տեքստերով հանդիպան բաց հատվածում հստակ արձանագրել են, թե ինչ խնդիրներ ունեն եւ ինչ խնդիրներ կարող ունենալ Հայաստանի Հանրապետության հետ։ Եթե դուք տեսաք ներքաղաքական կյանքից, այսինքն ընտրություններից սկսած, մինչև Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններ, մինչև Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան տարածաշրջան, TRIP-ի հետ համատեքստը, ԵԱՏՄ-ի հետ առևտուրը, բոլոր հարցերը, երկաթգծի հետ կապված հարցը, բոլոր հարցերը դարձան քննարկման առարկա։ Եվ ինչ այստեղից մենք դասեր ունենք։ Ես կարծում եմ, որ այս անգամ ռուսական կողմը ոչ թե փորձ է արել, որ տարբեր ալիքներով տեղեկացնի հայկական իշխանություններին կամ փակ հանդիպման ժամանակ, չգիտեմ, բանի նախաճաշի կամ ընթրիքի կամ ճաշի ժամանակ կամ ինչ-որ դեսպանի միջոցով սենց տեղեկացնի, որ այ եթե դուք սա անեք, սենց կլինի, եթե դուք նա անեք, նենց կլինի ձեր համար, այս անգամ այլ ճանապարհով գնացին։ Հրապարակային այս ամեն ինչը բացեցին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր առևտուր ունեն, ասենք ինչ-որ բաներ այդ ջերմոցային տնտեսություններում ինչ-որ բան են աճեցնում, հետո տանում են ռուսական շուկայում վաճառում են, կոնյակ են արտադրում, տանում են ռուսական շուկայում վաճառում են, հա, բոլոր այդ մարդիկ տեղյակ լինեն, թե ինչ է սպասվում, բայց ամենակարևորը, բացի բիզնեսը, ամենակարևորը հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իմանան, թե գործող իշխանության որոշումների արդյունքում ինչ մարտահրավերներ մենք կարող ենք ունենալ։ Առաջինը, հստակ մեզ տրվել է ուղերձ, որ մենք գնում ենք ամենաէժան գազը, ես գիտեի 160 քանի դոլար, բայց ասեց որ 177.7 ինչ-որ դոլար, սահմանի վրա մենք գնում ենք 100,000 խորանարդ գազի համար, վճարում ենք այդքան դոլար, ես ձեզ ասեմ տանը մենք այրում ենք 340 դոլարի կարգի է տուն հասնում գազը։ Սա նշանակում է, որ մինչև գազը հասնա տուն, բազմաթիվ հանգամանքներ կան, որ գազի գինը թանկանում է։ Հիմա ասում եմ մենք սահմանի վրա Եվրոպայում գազը վաճառում է, կարող դառնալ 600 դոլար։ Այսինքն ասում եմ դուք որ գնում եք դեպի Եվրոպա, բայց բոլորս գիտենք, որ Եվրոպա չենք գնում, դա ուղղակի հեքիաթ է, ռոպագանդա է այս իշխանությունների, բայց այդ process-ը միայն կարող է բերել նրան, որ մեր գազը կարող դառնալ 600 դոլար։ Կարող դառնալ 400, լավ դառնա 400 դոլար։ Սիրելի հայրենակիցներ, դա նշանակում է, որ Հայաստանում բոլոր արտադրությունները, ինչ որ արտադրվում է, այդ թվում էներգիան, այսօր sense հիմա վառում ենք, այդ ամենը կարող է անգամներ թանկանալ։ Դա նշանակում է արտադրությունը եւ ցանկացած բան, որ հիմա մրցակցային է, որևէ բան որ արտադրում ենք եւ մրցակցում ենք, կարող է դառնալ անմրցակցային։ Ինքն հստակ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ասում են, որ ժողովուրդ ջան, դուք նայեք, դուք կում հետ ուզում եք ապրեք որպես իշխանություն, եթե կարծում եք որ սա հայկական իշխանություն է, բայց ամեն դեպքում իմացեք որ մենք ունենք պրոբլեմ ենք ունենալու, այդ պրոբլեմը լինելու է, առաջինը էներգոռեսուրսների տեսքով, այսինքն թանկանալու է։ Իզուր չէ որ այսօր վարչապետը ինչ որ սելա խոսալ արևային էներգիա, Ջորջան արև բան, ինչ որ են կեղծ Թուրքիայի ռոպագանդիստները, որ արևմտամետ են հանդես գալիս, սել են խոսալ են մասին, որ այո մենք կարող ենք դիմանալ ցուրտ ձմեռներ, մենք պետք է դիմանանք ցուրտ ձմեռներին, ու հարց առաջանում։ Լավ, էլի ցուրտ ձմեռներին դիմանանք, բայց հարց, ինչի համար։ Ինչի համար, ասենք ինչի համար, որ զուտ, ասենք դուք մարդկանց խափեք, տրամադրեք որևէ աշխարհակաղակական ուղղության դեմ, որ դրա արդյունքում ընտրվեք, հետո ասենք ժողովուրդը դրա արդյունքում տուժվի։ Մյուս հանգամանքը։ Հանդիպումներից հետո, այդ հանդիպումը որտեղ ունենում, հրապարակվում է Փովարչապետ Օվերչուկի ծավալուն հոդվածը, որտեղ շատ բաց տեքստով բոլոր հարցերը դրված են։ Ատոմակայանի հարցից գամ։ Ասում է, որ եթե Հայաստանը շարունակի այս պահվածքը եւ չորոշում չկայացնի ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ, որը մոդուլային է չի բնականաբար, որտեղ չկա աշխարհում մոդուլային, բայց այսինքն աշխարհում չկա մոդուլային, Հայաստանի իշխանությունը որոշել է, ասում մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ մենք պետք է կառուցենք մոդուլային ատոմակայան։ Դա խոսքի խիղճ խափում մարդկանց, ինչի՞ մարեք խափում։ Այսինքն դրա Օվերչուկի հոդվածում ասում է, որ եթե այսպես շարունակեք 2031 թվականին կամ 2036 թվականին հայ ժողովուրդը չի ունենալու հայկական ատոմակայան։ Դա բերելու է նրան, որ դուք էներգետիկայի պակաս եք ունենալու, էներգոռեսուրսների եւ գնելու եք դա հարևան երկրներից։ Օրինակ, ձեզ ասել են Թուրքիայից գնեք, որտեղ ռուսները ատոմակայան են կառուցում։ Այս ատոմակայանի մասով, գազի մասով արդեն խոսեցինք։ Ինչ վերաբերում է անվտանգային։ Դուք գիտեք, որ հենց հիմա Ամերիկա-Իսրայելյան պատերազմ է մղվում մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ շատ անորոշ է այդ ապագան թե ինչպես է ավարտվելու, բայց մի բան ակնհայտ է, որ հայկական կողմը գնաց այդ TRIP-ի
ճանապարհով, որ թրիփ ստեղծում այդտեղ Տրամպի անվան ճանապարհ, որը հիմա տոտալ կասկածի տակ դրված է։ Այսինքն Հայաստանի ամբողջ ապաշրջափակումը կասկածի տակ դրված է։ Խաղաղության գործընթացը կապված է այդ ճանապարհի հետ եւ ամբողջ խաղաղության գործընթացը դրված է կասկածի տակ։ Ինչի համար, որտեղ այս իշխանությունը վարել է այս քաղաքականությունը։ Եվ սրա մասին մանրամասն զգուշացվում է հայկական կողմին։ Մանրամասն, որ որոշեք ժողովուրդ ջան, դուք գիտեք, ինչ ուզում եք արեք, բայց վերջում չասեք, որ այսպես կլինի։ Մի շատ կարևոր բան։ Այնտեղ իրան հարցում են, վարչապետին ասում են, դու գիտեք, չէ՞ որ ԵՄ-ի ուղղությունը եւ ԵԱՏՄ-ն իրար հակասում են։ Դե ասում ահա, բայց հիմա մենք համադրում ենք, հիմա դեռ հակասություն չի առաջացել, որ կգա կհասնի այն պահը, որ էլ չի ստացվի համադրել, այսինքն երկու տեղում է, երկուսի վրա, երկու աթոռի վրա նստելը։ Հայ ժողովուրդը որոշում կայացնի։ Այսինքն ինչ է, այսինքն միջազգային հանրությանը խափում ենք, հա, Եվրոմիության ընդ ենք խափում, ԵԱՏՄ-ին ստեղ ենք խափում, ու այսինքն այս շուստրությունը ժողովուրդ կարելի անել Բաքվում, կարելի անել չգիտեմ միջազգային հարաբերություններում, միջազգային հարաբերություններում նմանատիպ շուստրությունը հղի է տոտալ փորձանքներով, եթե որի ձև չնկարագրեմ։ Ես ձեզ ասում եմ, այս մարդիկ ովքեր որ գնացել են, որ մեր համար որոշումներ կայացնեն, որ իբր մեզ են ներկայացնում, այս մարդկանց ամբողջ բանը տրամադրվածությունը մի բանի մասին է, ոնց անենք որ վերընտրվենք, ինչ ուզում ա լինի։ Հիմա ատոմակայանը կփակեն, գազը կթանկանա, չգիտեմ, ես իմիշ կլինի, բան հիմա պատերազմի հետ հաբեկումն են իրականացնում, պատերազմը վախեցնելը, բայց այս ամեն ինչ որ ասում են, միայն կապված է իրանց վերընտրվելու հետ։ Եվ գանք ներքաղաքականին։ Ներքաղաքական կյանքի վերաբերյալ, հիմա տեսեք, բանը նայեք, էսա ինչ ենք անելու, թույլ չեք տալու մասնակցություն, բան կոնկրետ ուժերի վերաբերյալ կամ կոնկրետ ուժի, սրա մասին ես երկար խոսել եմ, ես իմ առաջարկներն արել եմ։ Քաղաքական համակարգի դերակատարները, ընդդիմադիր ուժերն այդ թվում չեն լսել, չեն արել համապատասխան հետևություններ, հիմա եկել են հանգել իր ուղղություններին եւ ավելի ասրվելու այս թեման։ Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները, չնայած որ վարչապետն եկել է, այսօր բրիֆինգի ժամանակ ասում է, հրաշալի հանդիպում ա եղել, ամեն ինչ լավ է։ Մենք դիմել ենք Բոլշոյ թատրին, որ Բոլշոյ թատրը բալետ է Հայաստանում զարգացնի, շատ եմ սիրում բալետ։ Օրինակ եթե բանը Մարդուկ ջարդուկը, Շիրկունչիկը էլի դնեն Հայաստանում, այդ մակարդակի ոնց որ այնտեղա շատ լավ կլինի։ Բայց այդ բանը էլ այդ ամանորյա տրամադրությունը թողենք մի կողմ Շիրկունչիկային։ Մենք ֆիքսենք, որ այս հանդիպումը ջրբաժան է եղել, հստակ զրույց է գնում հենց հիմա հայ ժողովրդի, որ ժողովուրդ ջան նայեք, այս մարդիկ նենց անելու են, դուք $600 գազ եք վառելու։ Պատրաստ եք այդ $600 գազը վառելու։ Այնտեղ Արամ Սարգսյանն ասում է, մենք ցուրտ ձմեռներ պետքա դիմանանք, մենք պետքա դիմակայենք, բան դες սկսել արդեն ռոպագանդան, սպիտակ թուրքերի մասին, բան։ Բայց դուք իմացեք ժողովուրդ ջան, դուք, ասենք մենք սովորական ժողովուրդ ենք դժվերու։ Այդ հեկտարներով որ պառնիկները, լավ հայերեն ասեմ, ջերմոցային տնտեսությունները որ կառուցել են, այդ ապրանքները որտեղ են ծախելու։ Հետարքիր բան։ Ովերչուկն ասում հայկական կողմը մեզ ա դիմել, որ 12 կիլոմետր երկաթգիծը մենք վերականգնենք։ Պարզապես չէ, ասենք հայկական կողմը աշխարհակել որ կդիմենք, իրանք փող չունեն պատերազմի մեջ են, կասեն չենք կարա վերականգնենք, ասենք դե որ չեք կարա, մենք ուզում ենք տանք Ղազախստանին։ Ինչի Ղազախստանին։ Որտե ասենք Թուրքիային ուղիղ տալը չի լինի, Բաքվին տալ Հայաստանի երկաթգիծը, ասում են դե անում դրել են Ղազախստան, ասենք Ղազախստանին։ Կնայեք վերջին շրջանում Ղազախստանը ինչքան խորը ինտեգրված է Թուրքիայի հետ։ Տանք Ղազախստանին։ Հիմա ասում Ովերչուկն ասում է, եկել են մեզ դիմել են, ասում են 12 կիլոմետրը վերականգնեք։ Ռուսական կողմը, ի զարմանս հայկական կողմի, ասում է, դուք խնդիր չունեք հայեր ջան, 12 կիլոմետրը կվերականգնենք։ Մեկ էլ այնց հետո մի քանի օր անց հայկական կողմը հայտարարում է, որ ուզում են կոնցեսիան վերցնենք տան ղազախներին։ Բայց ասում եք իրանց վիրավորվածությունը։ Այդ ձևի պարտներական հարաբերություններ ա լինում ընդհանրապես։ Այսինքն ժողովուրդ ջան, այս ինչ է, այս ինչ ավանտյուրա է, էլի։ Այսինքն եթե այդպես է մարդկանց ուր եք դիմում, ասում 12 կիլոմետրը վերականգնեք։ Եվ ռուսական կողմը կոնկրետ ասել է, մենք պլաններ չունենք մեր կոնցեսիան վաճառելու։ Ինչ եք անելու հիմա։ Ինչ եք անելու, այս խոսակցությունը որ բացել եք կոնցեսիա, ես ինչի մասին է։ Այս ինչ քննարկում է։ Ասենք Թուրքիան Հայաստանը շրջանցող երկաթգիծ է կառուցում։ Ինչ եք ուզում, դուք մտածում եք որ բանը, այդ տրիպով Հայաստանը բանը, առևտրաշրջանառություն, ապրանքներ, ինչ որ միջազգային երթուղի բան, այդ հեքիաթները, այդ ստերը, այդքան ամիսներով խափեցիք մարդկանց։ Հիմա ինչ եք անում, օգոստոսից մինչև հիմա խափեցիք, մինչև այս պատերազմը։ Պատերազմը սկսվեց, լրիվ ջուրը լցվեց։ Հիմա ինչ եք խափելու, ինչ եք ստելու մարդկանց։ Ժորժ ջան, նախկինում մեր ունեցած վտանգների մասին տեղեկացվել է մեր իշխանություններին։ Իշխանությունները դա չեն կոմունիկացրել ժողովրդին։ Սա տեսնելով հիմա զրույց է գնում հայ ժողովրդի հետ։ Հայ ժողովուրդ, դու որոշի։ Եվրոպա մետես, Ամերիկա մետես, Ռուսա մետես, չգիտեմ, ինչա մետես։ Որոշի, ինչ ես ուզում դու։ Դու ուզում ես ունենալ էժան գազ, ատոմակայան, երկաթգիծ, բան, թե ուզում ես դա չունենալ, որովհետև այս քննարկումը դրա չունենալու մասին է։ Որ մեզ խափում են, ասում են մենք դրա այլընտրանքն ենք ստեղծում, ոչ, այդ այլընտրանքը ստեղծելու իբր թեզերի տակ
Մենք զրկվելու ենք ատոմակայանից, մենք զրկվելու ենք էժան գազից, մենք զրկվելու ենք էժան արտադրած ապրանքից, որը մրցունակ է այսօր ԵԱՏՄ շուկաներում։ Եվ վերջինն է, վերջին 1 տարվա ընթացքում այդ Եվրոմիության օրենք ընդունելու բանից ապուշ խաղերի արդյունքում Հայաստանը 6 միլիարդ դոլար շրջանառություն է կորցրել։ Դու վերջի հոդվածը կարդաք կտեսնեք։ Այսինքն ասում եմ, նայեք, միայն այդ վերջին սիգնալները, մեր կողմից գնացող այդ ազդակները ռուսական բիզնեսին զգուշավորություն ա հաղորդել եւ 12 միլիարդ շրջանառությունը նվազել է 6 քանից։ Համարյա 6 միլիարդ դոլար հայ ժողովուրդը գումար ա կորցրել։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունք։ Չնայած դրան իշխանությունը 3.5 միլիարդ դրամ մեկ է իր ընկերության մեջ բաժանել իրանց թիմի մեջ բաժանել, վայելել, հետո քննադատեցինք թոշակառուներին 10,000 դրամ տվեցին, 4.6 միլիարդ դրամին հիմա է բաժանում իր թիմի մեջ, որ էլի բաժանեն, վայելեն։ Էս է վիճակը։ Հիմա մենք ինչ ենք քննարկում, մենք ինչ ենք ուզում ենք այս պայմաններում շարունակենք այս գիծը, այս իշխանության գիծը փորձանք է։ Այս մարդիկ փորձանքաբերներ են, փորձանքաբեր։ Միան կարող մենակ փորձանք բերեն ու կրուտիտել են, որ մենք կապ չունենք հորս արև բանի ռստներն արին, չգիտեմ, ով ես իմիջ բանի դու ասես դու ես բանն արած ասել ես, ասում եմ տենց չեմ ասել։ Ասում ենք դե լա եթե ասում հոյես արև։ Հոյես արև տենց չի եղել։ Կասեք հիմա բանը հումորի եք տալիս բան, բայց խելագարների հետ գործ ունենք։ Այսինքն մենք մեր ճակատագրերը վստահել ենք խելագարների։ Եթե սկզբից չգիտեինք ոչինչ, կեսից ասենք լավ հետները փորձենք ինչ-որ լեզու գտնենք, դզվենք, էլի ոչինչ։ Սա ամեն ինչ փորձել ենք։ Վերջ արձանագրում է տերն, իրանք փորձանք են, խելագարների խումբ են։ Խելագարների խումբը մարդկանց ճակատագրերը իր ձեռքի մեջ հավաքել է եւ խելագարների խումբը տանում է մարդկանց ճակատագիրը կործանելու։ Էսա սիրելի հայրենակիցներ, արձագանքեք, գրեք ձեր կարծիքը այս ամեն ինչի մասին։ Սա ընդհանրապես ռուս սիրել չսիրելու մասին չի։ Իրողության ռուս է սիրում, չես սիրում տան էժան գազ ես վառում։ Դու որոշի, ինչ դա էական չի ու ես սիրում։ Գազ ես ուզում էժան ունած։ Էս է իրողությունները սրանք են։ Ասում է, հստակ ասում է, անասունություններ մի արեք, այլապես խնդիրներ եք ունենալու։ Ուզում եք անել, այն ինչ որ ուզում եք անել, գնացեք արեք։ Գնացեք արեք, ախպեր ջան, հետևանքներն կտնեք։ Վերջապես ասենք ինչ որ բաց խոսակցություն է գնում, որը շատ եմ գնահատում։ Ես չեմ սիրում որ այդպես լեվի թակում բաներ ինֆորմացիաները։ Բաց ուղիղ հոդվածով տպած է, ես այս լինքում դնելու եմ հոդվածը, որով ուզում եմ կարդա։ Շատ լավ, այսքան է այսօր, խնդրում եմ տարածել, բազմապատկեք այս ինֆորմացիան։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Կսպասեմ ձեր մեկնաբանություններին։